Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այսօր երևի թե արդեն Աստծո ողորմածությամբ կավարտենք 3-րդ պիերքի 7-րդ գլխի 12-րդ տեքստը։ Ես հիշեցնեմ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Տեքստը հնչում էր այսպես. Սակայն Տիրոջ ազնվորության Վասուդևայի ողորմածությամբ նա ով աշխարհից հրաժարվելով իրեն նվիրում է Տիրոջ ուղված նվիրված ծառայությանը, կարող է աստիճանաբար ազատվել իր եսի մասին սխալ պատկերացումներից։ Մենք ձեզ հետ քննարկեցինք առաջի հարցով քննարկեցինք դա, թե ինչ է նշանակում ընդհանրապես եսի մասին սխալ պատկերացումներ, չէ, եւ քննարկեցինք այդ այն տեսանկյունից, որ արիացիները իրենք քննարկում են այս հարցը այնպես, որ կենդանիակները ապրող նյութական աշխարհում իրենք սխալ պատկերացումներ ունեն իրենց եսի մասին, որն է այդ սխալ պատկերացումը, դա նա է, որ իրականում կենդանիակները իրենք հոգևոր էություններ են, ապրում են հոգևոր աշխարհում, ունեն հոգևոր մարմիններ, հա, եւ ուրեմն բնականաբար նյութական մարմինը դա ժամանակավոր մարմին է հոգու համար եւ ոչ թե միայն ժամանակավոր է, այլ եւ իլյուզոր է։ Այսինքն ինչ որ մի բան է, որը իրականում հոգին չունի։ Դա նշանակում է, որ երբ որ նույնիսկ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, իսկ մենք այդ պատճառները բազմիցս արդեն քննարկել ենք, երբ որ կենդանիակները իրենք գալիս են նյութական աշխարհ, ուրեմն այդ նյութական աշխարհի մեջ ընդունելով նյութական մարմին, իրենք այդ նյութական մարմնի հետ ոչ մի կապ չունեն, այսինքն նյութական մարմինը ինքը երբեք չի դառնում հոգու սեփականությունը։ Դա այն է, ինչ որ ինքը չունի, բայց ինչի հետ ինքը իրեն նույնացնում է։ Եվ այստեղ բարձրության համար ես միշտ ուրեմն հղում եմ ձեզ Ավատար ֆիլմին կամ Մատրիցա ֆիլմին, որտեղ նույն գաղափարն է հնչում, հա, որպեսզի այդպես էլի պատկերացում կազմեք, թե ինչի մասին է այդտեղ ընդհանրապես խոսքը։ Հաջորդ քայլով մենք ձեզ հետ քննարկեցինք հրաժարումը, չէ, որովհետև ինչու համար, որովհետև դա շատ կարևոր գործոն է, ոչ մի անձնավորություն ինքը չի կարող վերականգնել ոչ իր հոգու ուրեմն գիտակցումը եւ ոչ էլ հատիպել Գերագույն Աստծո անձնավորությանը կամ առավել եւս չի կարող վերադառնալ հոգեվոր աշխարհ, եթե չի հրաժարվել նյութական աշխարհից։ Ընդ որում այդ հրաժարումը պետք է լինի կատարյալ։ Այսինքն դա նշանակում է, որ նյութական աշխարհում սեփական մարմնից սկսած մինչև մնացած ամեն ինչը կենդանիակը չպետք է ունենա եւ ոչ մի կապվածություն։ Ինչու համար, որովհետև կապվածությունները իրենք ծնում են ուրեմն ցանկություններ։ Երբ որ կենդանիակը ինքը ձևավորում է որևիցե մի ցանկություն, անմիջապես պլանավորում է այդ ցանկության իրականացումը։ Եվ եթե ինքը, եթե այսպես գլոբալ խոսանք, չէ, եթե ինքը, ասենք, կապնվում է նյութական աշխարհի օբյեկտներին, սկսած իր մարմնից, վերջացրած բոլոր օբյեկտները, սա նշանակում է, որ ինքը միշտ պլանավորում է իր նյութական գոյության հետ, ձևավորում է իր նյութական գոյության հետ կապված ցանկություններ։ Եվ որ ինքը այդպիսի ցանկություններ է ձևավորում, հետևաբար մեխանիկորեն միանգամից սկսում է պլանավորել այդ ցանկությունների իրականացումը։ Իսկ որպեսզի այդ ցանկությունները իրականանան, ինքը պետք է սկսի ինչ-որ բաներ, ինչ-որ գործողություններ, որտեղ նյութական աշխարհում, չէ՞։ Եվ դրա համար, եթե կենդանիակը ինքը ձևավորում է նյութական ցանկություններ, ապա դա ինքնըստինքյան նշանակում է, որ ինքը ընդհանրապես չի կարող մտնել հոգևոր աշխարհ։ Սա է արիացիների պնդումը։ Եվ եթե մենք մի քիչ լուրջ մտածենք, մենք ամիջապես կարող ենք հասկանալ, որ այո, նույնիսկ պարզ տրամաբանության վրա հենված կարելի է գալ այդ եզրակացությանը։ Քանի դեռ նյութական աշխարհում որևիցե մի բան թանկ է կենդանիակի համար, այդ կենդանիակը ինքը ձգտում է ապրել նյութական աշխարհում։ Եվ վերջ։
Ինչու համար է այս հասկացողությունը շատ կարևոր, որտեղ մեր ժամանակներում կրոնական շատ ահավոր մեծ քանակությամբ հոգևոր մարդիկ իրանք այդպիսի պատկերացում ունեն, որ եթե իրենք պահպանում են նյութական աշխարհին վերաբերվող բարոյականության օրենքները, դա բավարար է, որպեսզի կենդանիակը ինքը հայտնվի հոգևոր աշխարհում։ Այրացիները իրենք սկզբունքորեն համաձայն չեն այդ գաղափարի հետ, չէ, եւ իրենք առաջ են քաշում բացարձակ այլ գաղափար։ Մենք ձեզ հետ Բhagavad Gita-ում 3-րդ գլխում, 4-րդ գլխում, 5-րդ գլխում, որտեղ որ կանգնել ենք, ես հույսով եմ, որ շուտով կվերականգնենք այդ դասախոսությունները նույնպես, ուրեմն այդ տեսանկյունից, չէ, մենք տեսնում ենք, որ Տեր Կրիշնան Բhagavad Gita-ում ինքը քննարկում է այդ հարցը, այնպես որ իրականում նյութական բարոյականության, նյութական աշխարհում ապրող կենդանիակների համար նախատեսված բարոյականության օրենքները իրենք ընդհանրապես նախատեսված են նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը դուրս գա ուրեմն բռնության, տգիտության, կրքերի, ուրեմն ճիրաններից եւ ուղղակի հաստատվի, կներեք, ուղղակի հաստատվի առաքինության մեջ, չէ՞։ Երբ որ կենդանիակը ինքը հաստատվում է առաքինության մեջ, այդ առաքինության մեջ ինքը ոնց որ շունչ քաշի, էլի, հասկացաք, չէ՞։ Ոնց որ շունչ քաշի, ինչու, որովհետեւ առաքինության գոյավիճակը դա այն գոյավիճակն է, երբ որ կենդանիակը ինքը այլևս իր վրա մեղքեր չի կուտակում։ Ընդ որում, կան մեղքեր կուտակելու ուրեմն կոպիտ ձևեր եւ կան մեղքեր կուտակելու նուրբ ձևեր։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը բռնանում է կամ շահագործում է ուրիշ կենդանիակներին կոպիտ պլանի վրա, մարմնի մակարդակով, եւ ուրեմն բռնանում է կամ շահագործում է կենդանիակներին նուրբ պլանի վրա։ Կոպիտ պլանի վրա դա մարմնի մակարդակն է, երբ որ կարելի է ազնվորությանը, չգիտեմ, ծեծելուց սկսած տանջանքներ տալով միջև բանը, միջև մահը, չէ, միջև սպանությունը, եւ ուրեմն նուրբ պլանը մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, դա ուրեմն ուրիշ կենդանիակների թույլ չտալ, որպեսզի ուրիշ կենդանիակների ցանկությունները իրականանան եւ ուրեմն բռնանալ իրենց ցանկությունների վրա, պարտադրելով սեփական ցանկությունների իրականացումը։ Երբ որ անznավորությունը ինքը բարձրանում է առաքինության գոյավիճակ, սա կարող է իրան, եթե ինքը արդեն այսպես շատ ուժեղ է հաստատվում բարոյականության օրենքների մեջ, ապա ինքը կարող է բարձրանալ նյութական աշխարհի դրախտային մոլորակներ, որտեղ ինքը վայելում է բացարձակապես նյութական, ուրեմն զգայական վայելքներ։ Դրախտային մոլորակները իրենք կոչվում են դրախտային հենց դրա համար, որ այնտեղ նյութական վայելքները տրամադրվում են կենդանիակներին առանց ճիգեր գործադրելու։ Մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք եւ ընդհանրապես ուրեմն այդ պետք է դուրս գալ այդ մոլորությունից, որ բարոյականության օրենքները կարող են կենդանիակին բերել ուրեմն հոգևոր աշխարհ։ Բարոյականության օրենքները ընդհանրապես նախատեսված են նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը տգիտությունից եւ կրքերի գոյավիճակներից դուրս գա եւ հաստատվի առաքինության գոյավիճակի մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ հենց առաքինության գոյավիճակն է, որ ինքը այն կորիդոր, այն միջանցքն է, որը կենդանիակին վերջնականում դուրս է բերում դեպի արդեն հոգևոր աշխարհ, չէ՞։ Հիմա մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ ինքը առաքինության գոյավիճակը ունի իր սկիզբը, ունի իր միջին մասը եւ ունի իր վերջնական մասը։ Սանսկրիտ լեզվով դա կոչվում է սատվա գունա եւ շութա սատվա, այսինքն առաքինության գոյավիճակ, եւ մաքուր առաքինություն։
այդ մաքուր առաքինությունն է, որ կենդանեակին կարող է բերել դեպի հոգևոր աշխարհ։ Ինչպես է ընդհանրապես այդ ամեն ինչը տեղի ունենում։ Ես մոռացել էի անջատել։ Ներողություն խնդրում։ Ուրեմն, չէ, մենք պետք է այսպես ուղղակի շատ պարզ պատկերացում ունենանք, թե այդ ամեն ինչը ընդհանրապես ինքը ինչպես է տեղի ունենում։ Ուրեմն, ինչպես է ինքը տեղի ունենում։ Ինքը տեղի ունենում հետևյալ կերպ։ Ազնվորությունը ինքը ունենալով կապվածություններ եւ ատելություններ, սովորաբար, եթե գտնվում է տգիտության կամ կրքերի գոյավիճակի տրամադրության տակ, սովորաբար եւ նրա ատելությունները եւ նրա կապվածությունները շատ սուբյեկտիվ են։ Երբ որ կենդանիակը ինքը գալիս է կրոնականություն եւ ընդունում է բարոյականության օրենքները, իր սկզբնական շրջանում ինքը բարոյականության օրենքները ընդունում է, որպեսզի լինի երջանիկ յութական աշխարհում։ Չէ՞։ Ուրեմն այդ դրա համար նրանք ովքեր որ հասկանում են ինչի մասին է խոսքը, գոյություն ունի երկու արտահայտություն՝ կարմա յոգա կամ նիշկամա կարմա յոգա։ Ինչ է նշանակում այս երկու արտահայտությունները։ Կարմա յոգան դա երբ որ այդ բարոյականության օրենքների դաշտն է, որտեղ կենդանիակը ինքը իր գործողությունները կատարում է համաձայն գերագույն Աստծո անձնավորության կարծիքի։ Այսինքն հետևում է գերագույն Աստծո անձնավորության կողմից տրված բարոյականության օրենքներին։ Սա բայց ինքը իր մեջ այդ օրենքները ընդունում է, որպեսզի նյութական երջանկություն ունենա։ Այսինքն, եթե պարզ լեզվով խոսենք, կենդանիակը այս փուլում ինքը կատարում է պարտականություններ իրեն շրջապատող կենդանիակների հանդեպ, չէ, որպեսզի նյութական երջանկություն ունենա։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ մեր ժամանակներում աստվածամերժության դարաշրջանում այս փուլը ինքը շատ բարդ հասանելի է, ինչու համար, որովհետև առաքինությունը դա համագործակցության գոյավիճակն է։ Այսինքն գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ պարզ հասկացնել է տալիս, որ կենդանի էակը մենակ ինքը իրանով ով ուզում է ինքը լինի, երջանիկ լինել չի կարող, որովհետև մեր երջանկությունը կախված է նրանցից, ում հետ մենք շփվում ենք։ Հա, ես միշտ ասում եմ, եթե կենդանիակը ինքը զարգացնում է առաքինություն, չէ, այդ առաքինությունից օգտվում են ուրիշները, ոչ թե ինքը։ Ինքը շփվում է ուրիշների ատելության եւ կրքերի հետ եւ ունենում համապատասխան արդյունքները։ Դրա համար է, որ նրանք, ովքեր որ արդեն աստվածամերժության դարաշրջանում հորինում են հոգևոր ճանապարհներ, չէ, իրենք այդ իրականությունը հաղթահարելու համար կրոնի մեջ մտցնում են որպես ամենակարևոր գործոն, հա, արիացիներն էլ ունեն այդ գործոնը, բայց ինքը ամենակարևորը չի, հա, որպես ամենակարևոր գործոն մտցնում են համբերությունը։ Ինչու համար, որովհետև դա հենց այդպես է տեղի ունենում, որ ազնվորությունը ինքը զարգացնում է իր առաքինությունը, բայց եթե դիմացինը ինքը նույնպես զբաղված չի հոգևորի մեջ եւ չի մաքրագործվում կամ զարգացում չի ունենում, առաքինություն չի զարգացնում, ապա այդտեղ ստացվում է այդպես, որ դիմացինը ինքը օգտվում է այդ անձնավորության բարոյականությունից, իսկ ինքը բարոյական մարդը ինքը ստանում է տգետների եւ կրքոտների շփումը։ Տգետները եւ կրքոտները իրանք երբեք ի վիճակի չեն պարտականությունները կատարելու դիմաց ազնվորությանը երջանկություն տալ։ Հասկանում եք։ Տգետները իրենք բռնության հիմքի վրա գործող կենդանի էակներ են, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ իրանք ամեն ինչին հասնում են վախի հաշվին։
Եվ եթե նույնիսկ կենդանիակը ինքը իր մեջ առաքինություն ունի, տգետը ինքը միևնույն է մտածում է, որ իր դիմացինը բարոյականության օրենքներ է պահպանում, որովհետև իրանից վախենում է։ Հա, մարդուն վախի մեջ պահելու համար ինչ պիտի անես։ Պիտի կոպտես։ Հասկանում եք, եւ այդ ժամանակ մենք ստանում ենք բանաձև, որ բարոյական մարդը, չէ, ինքը մշտական կոպտություն է ստանում տգետի կողմից։ Ինքը ինչ պիտի անի այդ կոպտության հետ։ Պիտի համբերի։ Ինչի համար, որ ինքը չիջնի այդ իր դիմացինի մակարդակին, այսինքն պահպանի իր առաքինությունը։ Ինչ է պետք դրա համար։ Իհարկե համբերություն։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այս գործոնը, որ առաքինությունը դա համագործակցության գոյավիճակն է, սա, եթե ուշադրություն չդարձնենք այս գործոնի վրա, մենք երբեք չենք հասկանա ընդհանրապես ինչպես է ձևավորվում առաքինության գոյավիճակի մեջ երջանկությունը։ Եվ այո, իհարկե, այն կենդանիակները, որոնք իրենք նյութական երջանկություն են ուզում, բայց ծնվել են աստվածամերժության դարաշրջանում եւ աստվածամերժության դարաշրջանում դա էլ պատահական չի, չէ՞։ Եվ աստվածամերժության դարաշրջանում են սկսել իրենց հոգևոր կյանքը, այո, իրանք պետք է զարգացնեն առաքինություն եւ համբերեն տգետների եւ կրքոտների պահվածքը։ Հա, եւ հաջորդ կյանքում արդեն ստանան այն իրավիճակը, որը ինքը համապատասխան է, այսինքն պետք է կարող են ուրեմն ստանալ այդպիսի լավ ծնունդ առաքինի կենդանիակների շրջապատում, որպեսզի իրենք ստանան այդպիսի ծնունդ, իրենք պետք է պահպանեն, հասկանում եք, որպեսզի իրենք ստանան այդպիսի ծնունդ, իրենք պետք է պահպանեն, բանը, ասեք, իրենց մաքրությունը։ Իսկ եթե իրանք այդ տգետների եւ կրքոտների այդ անարդար վարվելակերպի պատճառով, որ ասма կոկորտին է հասնում եւ իրանք զիջում են իրենց բարոյականության սկզբունքները, հա, եւ գնում են այլ ճանապարհ, ազատության ճանապարհով, որպեսզի բրծեն այդ տառապանքներից, չէ, ապա բնականաբար իրենք այդտեղ կորցնում են իրենց առաքինությունը եւ հաջորդ կյանքում նորից ծնվում են աստվածամերժության դարաշրջանում, դու չգիտեմ, վրեժխնդիր լինելու կամ ազատ ապրելու ցանկությամբ։ Այսինքն առաքինությունը ինքը արժեզրկվում է։ Սա շատ կարևոր կետ է։ Հիմա հաջորդ կետով, չէ, կենդանիակը ինքը գալիս է գիշկամակարմա, այսինքն բարոյականության օրենքներ, որոնք կենդանիակը ինքը պահպանում է առանց նյութական ցանկությունների։ Չէ, բայց կենդանիակը ինքը չի կարող ընդհանրապես ցանկություն չունենալ։ Կարող է մի փոքրիկ ժամանակ այդ իմպերսոնալ բրահմանում, հա, հասկանում եք, ինքը ակտիվ է, կենդանիակի բնությունը դա ակտիվությունն է։ Հիմա ուրեմն այստեղ այդ խնդիրն է առաջանում, չէ՞, մենք ասում ենք ցանկությունից ազատ, բայց եթե ոչ մի ցանկություն չկա, կենդանիակը ինչի համար է ընդհանրապես գործում։ Եթե ցանկություն չկա, չկա գործողություն։ Որովհետև ցանկացած գործողություն, չէ՞, դա պլանավորված ցանկությունն է։ Եթե ցանկություն չկա, ցանկության բացակայությունը ծնում է գործողության բացակայություն։ Եվ վերջ։ Ուրեմն ի՞նչն է դրդում այդ հրաժարված գործող, այդ այդպես կոչված հրաժարված գործողներին գործել։ Չէ՞, այս անցումը կենդանիակը ինքը կատարում է միայն եւ միայն հոգևոր դաշտում։ Եվ այս թեման ինքը մեր այսօրվա թեմայի մեջ է մտնում։ Այսօր մենք դες հետ քննարկելու ենք, թե ինչ է նշանակում ունենալ նվիրված ծառայություն Աստծուն։ Ինչ է նշանակում ընդհանրապես ծառայել Աստծուն։ Ուրեմն տեսեք, մենք դες հետ բազմիցս քննարկել ենք, որ հոգևոր ճանապարհը ինքը ունի 4 յոգայի փուլ. կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բhakti յոգա։ Կարմա յոգայի ընթացքում կենդանիակը ինքը Աստծո կամքի հետ է կապում կամ Աստծո հետ է կապում իր գործողությունները։ Սա բարոյականության դաշտն է, նոր խոսեցինք։
Գյանա յոգան գյանա բառը նշանակում է գիտելիք, դա բանականությանն է վերաբերվում։ Եվ գյանա յոգան դա նշանակում է, որ կենդանիակը ինքը կապում է, հա, իր իմաստությունը Գերագույն Աստծո ազնվորության հետ, հա, այսինքն կենդանիակը ինքը իմաստության կամ բանիմացության տեսանկյունից, չէ, ունի երկու հելարան, դա հենց ինքն է, երբ որ կենդանիակը ինքը հույս է դնում, ասենք իր այդ ճանաչողականություն զարգացնելու ունակության վրա, հա, եւ հետազոտում է շրջակա շրջապատը, աշխարհը, ասենք դա աշխարհիկ գիտնականներն են։ Եվ կենդանիակը ինքը կարող է իր բանականությունը դնել Գերագույն Աստծո ազնվորության կարծիքի տակ։ Դա ինչ է նշանակում, որ նյութական աշխարհում գոյություն ունեն գրվածքներ, որոնք կոչվում են սուրբ գրվածքներ։ Մենք բազմիցս քննարկել ենք, որ աստվածամերժության դարաշրջանում գոյություն ունեն իրական սուրբ գրվածքներ եւ մարդու կողմից հորինված սուրբ գրվածքներ։ Ես ամեն անգամ քննարկում եմ բանը, ուրեմն ամենակարևոր սիմպտոմը մարդու կողմից հորինված գրվածքները, որ դալշը չգնանք, էլի, իրանք միանգամից այդ բանը ունեն, իրանք ունեն իրաց մեջ շովինիզմ։ Եվ որովհետև սուրբ գրվածքները հիմնականում գրում են տղամարդիկ, չէ, եթե դա մարդու կողմից հորինված գրվածք է, ապա այդտեղ պարտադիր հնչում են կնոջը նսեմացնող գաղափարներ։ Եվ տղամարդուն աստվածացնող, նրան վայելքի ազատություն տվող գաղափարներ։ Չէ՞։ Հիմա, երբ որ բան է արվում, կամ ասենք բան էլի, որտեղ տղամարդու հանդեպ էլ կարող է լինել շովինիստ, չէ՞։ Եվ ուրեմն կամ էլ դա, որ կան գաղափարներ, որոնք ճնշում են կնոջը, կան գաղափարներ, որոնք ճնշում են բնությունը եւ կենդանիներին, կան գաղափարներ, որոնք ճնշում են իրենից ավելի ցածր գտնվող տղամարդկանց եւ այլն եւ այլն, այսինքն միշտ կա շովինիզմը։ Հիմա, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունն է սուրբ գրվածք տալիս, ինքը բնույթով այլ ազնվորություն է։ Բոլոր կենդանիակները, բոլորը անխտիր, այն տառականից սկսված մինչև կիսաստված, բոլորը Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են ըստ արիացիների։ Սա շատ կարևոր կետ է, որ արիացիները իրենք նկարագրում են կենդանի էակներին, ոչ թե որպես ինչ-որ մի բան, որը Գերագույն Աստծո ազնվորությունը սարքեց, այսինքն իրանից դուրս, հա, ինչ-որ մի հատ քարի կտոր վերցրեց օրինակի համար, չգիտեմ, սարքեց, հետո ֆու արեց, մի հատ փչեց, ինքը կենդանացավ։ Օրինակ է, այնպես որ հասկացվի ինչ իմաստ է խոսքը։ Արիացիները իրենք ասում են ոչ, բոլոր կենդանի էակները Գերագույն Աստծո ազնվորության, հայաբարի ասած, միսն ու արյունն են։ Եվ ինչպես ինքը շահագրգռված է իր երջանկության մեջ, այդպես ինքը շահագրգռված է կենդանիակների երջանկության մեջ։ Հասկանում եք, չէ՞, սա շատ կարևոր գաղափար է։ Հիմա եւ ասենք, այդ որ բոլոր կենդանիակները Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են, դա արտահայտվում է նրանում, որ երբ որ ինքն է տալիս սուրբ գրվածք, այդտեղ հնչում են այդ գաղափարները, որ տառականից սկսված մինչև կիսաստված բույսերով ամեն ինչը ինչ որ կենդանի է, ինչ որ ունի ծնունդ եւ մահ, ինչ որ կենդանի է, դա իր անբաժանելի մասնիկներն են եւ ինքը շահագրգռված է, որպեսզի բոլորը լինեն երջանիկ։ Եվ հոգևոր աշխարհը ինքը հենց այդպիսի տեսք ունի։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն երբ որ կենդանիակը ինքը, երբ է ինքը անցնում հաջորդ փուլ, չէ՞, այսինքն այդ ցանկություններից ազատ։ Երբ որ ասում են ցանկություններից ազատ, դա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես ցանկություններ չունի, որտեղ այնտեղ հնչում է բառակապակցություն, ցանկություններից ազատ նվիրված ծառայություն Աստծուն։
հա, եւ կարող է կենթանի էակը ինքը նվիրված տրամադրություններով ծառայի Աստծուն։ Երբ որ այդ ազնվորությունը իր համար ինչ-որ մի բան է, չէ նշանակում։ Երբ որ ինքը այդ ազնվորության հանդեպ ինչ-որ ցանկություններ ունի ձևավորված։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, նիշկաբակարմա յոգան դա դրա մասին չի, որ ազնվորությունը ինքը ընդհանրապես ցանկություն չունի։ Դա բարոյականության կանոններն են, որը կենթանի էակը արդեն պահպանում է, ոչ թե դրա համար, որպեսզի նյութական աշխարհում ապրող կենթանի էակներից երջանկություն ստանա, այսինքն պատասխանը ստանա սովորական նյութական աշխարհում ապրող կենթանի էակներից, այլ ինքը այդ պարտականությունները կատարում է, որպեսզի հաճելի լինի Աստծուն։ Ուրեմն, առաջին նվիրված ծառայությունը, որը կատարվում է Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ, դա բարոյականության կանոնների պահպանումն է Աստծուն հաճելի լինելու համար։ Այստեղ է, որ կենթանիակի համար բացարձակապես մեկ է դառնում, թե իրեն ինչպես են հատուցում կամ ինչպես են վերաբերվում ուրիշ կենթանիակները։ Ինչու է այս կետը շատ կարևոր։ Այստեղ շատ կարևոր մի բան կա հասկացողության համար։ Սովորական մարդիկ իրանք միշտ այսպիսի մի բաներ իրականում այսպես ոնց ասեմ, գաղափարների մի հատ այնպիսի կաշակ է այստեղ, էլի, որ չգիտես այդ ամեն մի սխալ գաղափարի այդ կապը ոնց քանդես, որպեսզի բանականությունը ինքը ազատվի այդ խճճվածություններից, էլի։ Տեսեք օրինակ, չէ՞, շատ հաճախ մարդիկ, երբ որ ուզում են գնահատեն հոգևոր մարդու մակարդակը, չէ՞, իրենք նայում են, ուրեմն շատ այսպես էլի, նայում են իր շրջապատը, այսպես ասեմ, հա։ Եվ ասենք ազնվորությունը ինքը կարող է, դա շատ այս թեման շատ եմ քննարկում, որտեղ սա շատ կարևոր թեմա է։ Ասենք իրենք նայում են, տեսնում են, որ մարդը ինքը հոգևոր կյանքի մեջ ապրող է, հա, բայց իր շրջապատում, օրինակ, չգիտեմ, ամուսինը հարբեցող է, կամ չգիտեմ, այքան էլ հաջող երեխաներ չունի, կամ չեմ անում, մարդկանց կողմից սիրված չի։ Հասկանում եք, եւ ասում են, եթե ինքը սուրբ է, իրան ինչի՞ չէ սիրում։ Այսա է հենց աստվածամերժերի կողմից հոգևոր դաշտը, այսպես էլի, բաներ էս վերջնականորեն խճճելու բաներ, էլի, ոչ թե մենակ փորձերը, այլ այս խճճել թողել են արդեն, էլի, իրականացված է այդ խճճվածությունը։ Եկեք փորձենք այս կապանքը մի հատ բացենք, էլի, տեսնենք, թե այստեղ ընդհանրապես ինչ է նշանակում, որ կան հոգևոր մարդիկ, որոնք իրենք արդեն ունեն այն մակարդակը, որտեղ իրենք կախված չեն ընդհանրապես իրենց շրջապատող մարդկանց պատասխանից։ Եվ բարոյականության կանոնները, իրենց բարոյականության կանոնները պահպանում են հանուն Աստծո։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Ինչ է նշանակում ընդհանրապես այդ համբերություն կոչվածը, հա? Ինչպիսի շրջապատ պիտի ունենա իրական հոգևոր մարդը։ Իրականում գնահատականը այդ 0 կետը, որտեղից պետք է սկսել գնահատել, կայանում է նրանում, որ մենք պետք է հասկանանք, որ բոլոր կենթանի էակները ունեն ազատություն։ Սա Աստծո կողմից կենթանի էակներին տված շնորհ է։
Այո, իհարկե, նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք շատ հաճախ, այսպես էլի, թույլ չեն տալիս, որպեսզի Աստծո կողմից տրված իրավունքը իրականացվի։ Ինչու համար, որտեղ նյութական աշխարհը ինքը հենց այդպիսի կենդանիակների համար է նախատեսված, որոնք որ իրենք պատրաստ են ուրիշ կենդանիակներին զրկեն իր իրավունքներից։ Այսինքն, պատրաստ են բռնանալ, պատրաստ են շահագործել, պատրաստ են, չգիտեմ, էսանտել են անել։ Ամենալավագույն բանը, որ այստեղ կարող են անել, դա էգոիզմի շուրջ համագործակցելն է։ Դա կոչվում է առաքինության գոյավիճակ։ Հասկանում եք։ Հիմա, ինչ է նշանակում բոլորը ազատ են։ Սա նշանակում է, որ ինչ որ հատկապես մեր դարաշրջանում է այս խոսակցությունը կարևոր, որ ինչ որ մի անձնավորություն, չէ, ինքը, այո, ինքն էլ եղել է աստվածամերժության դարաշրջանի համար նախատեսված կենդանի էակ։ Այսինքն, ինքը եղել է մի անձնավորություն, չէ, որը հերքել է ամեն տեսակի կրոնականություն։ Սա պատահական չէ, որ արիացիները այս դարաշրջանը կոչում են աստվածամերժության դարաշրջան։ Այսինքն, երբ որ իշխում է աշխարհիկ գիտակցությունը, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ այդ դարաշրջանում ծնվում են այդպիսի հոգիները։ Հիմա, այդ կենդանիակը ինքը աստվածամերժ էր, կամ այսպես, կիսապրատ ձևական հոգևոր, չէ՞։ Եվ այդպիսի ազնվորությունը ինքը ամուսնացավ, օրինակ։ Ամուսնացավ, ընտանիք կազմեց։ Ինքը ինչի վրա է, ինչ հիմքի վրա է ամուսնանում։ Կրքերի կամ շահերի, չէ՞։ Այսինքն կամ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կամ կրքերի։ Հասկանում եք։ Հիմա այ երկուսը այդ պլատֆորմայի վրա են։ Անցնում է ժամանակ եւ իրանցից մեկը դիմում է հոգևոր կյանքի եւ դառնում է հոգևոր մարդ։ Արդյոք սա նշանակում է, որ իրան շրջապատող բոլոր մարդիկ պիտի դառնան հոգևոր։ Իհարկե ոչ։ Արդյոք սա նշանակում է, որ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող իր պարտնյորը պիտի գոհ լինի նրանից, որ այդ ազնվորությունը ինքը հոգևոր է։ Իհարկե ոչ։ Հասկանում եք։ Սա նշանակում է, որ բռնության հանդեպ հակում ունեցողը ավելի շատ է բռնանալու հոգևոր մարդուն, որովհետև հոգևոր մարդը ինքը դիմադրելու է զգայական վայրքի այլասերված ձևերին։ Հոգևոր մարդը ինքը հրաժարվելու է մսակերությունից, եթե ինքը ռեալ հոգևոր մարդ է, հա, բռնությունը, դա բռնություն է, սպանություն է։ Հա, ինքը հրաժարվելու է մսակերությունից, ինքը հրաժարվելու է ինտոքսիկացիաներից, այսինքն խմելուց, ծխելուց եւ այլն, չէ՞։ Ինքը հրաժարվելու է ազարտից, ինքը հրաժարվելու է ազատ կամ այլասերված սեռական հարաբերություններից։ Ոնց կարող է այդ ամեն ինչը բավարարել եւ դուր գալ տգետներին եւ կրքոտներին։ Իհարկե չի կարող, չէ՞։ Բայց մյուս կողմից այդ կենդանիակները իրենք ունեն իրենց ազատությունը։ Հիմա այ մարդը, որ ինքը ընդունեց հոգևոր կյանք, չէ՞, ինքը իրականացրեց իր ազատությունը։ Այսինքն ինքը ուզում էր դառնալ հոգևոր, ինքը դարձավ եւ սկսեց հոգևորի մեջ խորանալ, զարգանալ եւ այլն։ Չէ՞։ Այ որ ինքը սկսեց խորանալ, զարգանալ, ինքը քանի գնում է, այդքան կտրվում է, չէ՞, այդ արատավոր սովորություններից։ Ինչ է դառնում ինքը։ Իր շրջապատի համար ինքը ինչ է դառնում։ Այն ամենափափուկ բանում կատարմամբ ինքը դառնում է անցանկալի անձնավորություն։ Որին ասենք բոլորը ուղղակի այսպես սկսում են արհամարել։ Ինչու համար, որտեղ իրան չեն կարող շահագործել։ Ինքը չի մասնակցում, իր ներքին աշխարհով ինքը չի մասնակցում, իրան կարելի է միայն բռնանալ, կարելի է միայն բռնաբարել բոլոր հարցերում, մասակերությունից բռնած մինչև սեռական հարաբերությունները։ Հասկանում եք,
Այսինքն, ազնվորությունը ինքը պատասխան չի տալիս իր շրջապատի համար։ Ինքը ուներ իր ազատ ընտրությունը, իր շրջապատը ունի իր ազատ ընտրությունը։ Հասկանում եք, եւ տեսեք, որ նակարիացիները իրենք ասում են, աստվածամերժության դարաշրջանում այ սատանիստների մոտ, այսինքն աստվածամերժերի մոտ կարող են ծնվել մաքուր նվիրյալներ, իսկ մաքուր նվիրյալների մոտ կարող են ծնվել դեմոններ։ Այսինքն շիլաշփոթ է, էլի։ Արիական քաղաքակրթության ժամանակ, այսինքն երբ որ կա իրական հոգևոր դաշտը, որտեղ ծնվում են միայն հոգևորով զբաղվող կենդանեակները, չէ, այնտեղ օրինաչափությունները ուրիշ էին։ Այնտեղ ամեն մի խավի մեջ ծնվում էին միայն այն հոգիները, որոնք իրանք այդ խավի ներկայացուցիչ են։ Եվ բացարձակ ներդաշնակություն կար։ Աստվածամերժության դարաշրջանում կա շիլաշփոթ։ Հասկանում եք, եւ դրա համար երբեք չի կարելի մարդու սրբությունը խառնել իր շրջապատի տգիտության, կրքերի, գոյավիճակի ազդեցության տակ գտնվելը։ Ամեն մեկը ունի իր ազատ ընտրությունը։ Հասկանում եք, եւ եթե նույնիսկ, օրինակ ասենք, եթե մարդը ինքը ձգտում ունի նյութական աշխարհը վայելելու, եթե նույնիսկ ինքը հասկանում է, որ հոգևորը ճիշտ է, ինքը միևնույնն ասում է, բայց ես ուզում եմ իմ կյանքը վայելել։ Եվ եթե ինքը հակում ունի վայելելու, դա հոգևոր մարդու հայլին չի։ Ամեն մարդ, սա է կարևոր, այն Միացյալ Նահանգներում, երբ որ այդ գաղափարն է առաջ քաշվել, դա շատ ճիշտ գաղափար է։ Աստվածամերժության դարաշրջանում մարդիկ իրար արարքների համար պատասխանատու չեն։ Հասկանում եք, թեկուզ սովորական կյանքում միևնույն է, մարդիկ այդ նույն բանն են անում, չէ՞ որ բան չէ, եթե ինքը այսպես վարվեց, ուրեմն սա էր մեղավոր։ Հասկանում եք, չէ, այդպես չի իրականում։ Հա, իհարկե ազդեցություն, ինչ որ մի ազդեցություն կա, չէ՞, բայց չէ որ աստվածամերժերը իրենց հերթին հոգևոր մարդու առաջ, չէ՞, այնպիսի փորձություններ են դնում, որ հոգևոր մարդը օրինակի համար չկարողանա իր սեփական երեխային հոգևորի մեջ մեծացնել։ Եվ թե ինչպիսի դաժանությունների միջով կարելի է անցկացնել հոգևոր մարդու երեխային, որպեսզի այդ երեխան հանկարծ հոգևոր չլինի, նա միայն Աստված գիտի։ Հասկանում եք, ուրեմն այստեղ այդ թեման ինքը պետք է կոռեկտվի։ Հիմա, տեսեք, այսինքն կա մի մակարդակ հոգևոր զարգացման մեջ, երբ որ կենդանեակը ինքը արդեն հոգևոր կյանքում այնպիսի հետադարձ կապ է ստանում Գերագույն Աստծո ազնվորության կողմից, չէ՞, որ իր համար արդեն այդ առաքինի ազնվորություն լինելը կամ մաքրվելը, չէ՞, ինքը դառնում է գերնպատակ ոչ թե կյանքը վայելելու համար, այլ ինքը դառնում է գերնպատակ Աստծուն հանդիպելու համար։ Այսինքն, երբ որ հոգևոր մարդը ինքը արդեն հասկանում է, որ իր մաքրությունը պետք է միայն իրեն եւ Աստծուն։ Եվ իհարկե իր նման առաքինի կենդանի էակներին։ Հասկանում եք, ուրեմն առաջի նվիրված ծառայությունը, որը կենդանի էակը ինքը մատուցում է Աստծուն, դա բարոյականության օրենքներն են, որը ինքը պահպանում է ոչ թե նրա համար, որ նյութական աշխարհը վայելի, այլ պահպանում է նրա համար, որ Աստծուն հաճելի։ Սա երկու այսպես 180 աստիճան տարբեր տրամադրություններ են։ Եվ սա
առաջի ծառայությունն է, որը մատուցվում է Գերագույն Աստծո անձնավորությանը եւ հրաժարման տեսանկյունից առաջի քայլը։ Չէ, որովհետև կենդանիակը ինքը հրաժարվեց նյութական վայելքից։ Իր համար այլևս մեկ է։ Թե իրան որ ինքը բարոյական է, այդ բարոյականության, այդ մաքրության մեջ, իրան Պողոսը ինչ վերաբերմունք կցուցաբերի, Մինասը ինչ վերաբերմունք կցուցաբերի, ով կգնահատի, ով չի գնահատի, ով ինչ կանի, իր համար այլևս մեկ է։ Հա? Եվ ինքը իր պարտականությունները կատարող է մնում Աստծուն հաճելի լինելու համար։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք սերունդներս։ Եվ դրանից հետո գալիս է Գյադա Յոգան, այսինքն բանականությունը Աստծո բանի տակ դնելու կոնտրոլի չէ, էլի ներդաշնակության մեջ դնելու։ Այսինքն գիտելիքը։ Հա? Մենք խոսեցինք դրա մասին, որ կենդանիակը ինքը կարող է այն բան ունենալ, էլի, այսպես մի հատ տեսանկյուն ունենալ սեփական հնարավորությունների հիմքի վրա, այս աշխարհի վերաբերյալ, չէ՞, եւ կարող է ենթարկվել Աստծո կարծիքին, որը սովորաբար ներկայացվում է Սուրբ գրվածքում։ Հիմա այստեղ ահա որ կարևոր է մի շատ վտանգավոր թեմա։ Բայց ես չեմ կարող այս թեման չքննարկել։ Աստծո կարծիքը ինքը մի հատ է։ Հասկանում եք։ Մի հատ է։ Կրոնականության բազմազանությունը ստեղծել են բաները, աշխարհիկ ազնվորությունները, որոնք իրենք կրոնականության դաշտը ձևավորում են միայն ազդեցություն, իշխանություն եւ ասեցիք մեր ժամանակներում կարող ենք ասել քաղաքական ինչ-որ գործոն, հա, որը օգտագործվում է տարբեր վայրերում մարդկային ամբոխը ուրեմն ղեկավարելու համար եւ թույլ չտալու համար միասնություն։ Աստծո կարծիքը ինքը մի հատ է։ Հետևաբար իրականում գոյություն ունի միայն մի հատ իրական Աստծո կողմից տրված սուրբ գրվածք։ Ուղղակի մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որն է այդ գրվածքը։ Այստեղ հասկանում եք, եթե կա բարի կամք, իսկ ես այդքան հույսով եմ էլի, որ դուք հասկանում եք, որ ես այդքան պրիմիտիվ չեմ, ու հիմա էլ շատ լավ հասկանում եմ, թե ինչ վտանգավոր բաներ եմ ասում իմ համար, ոչ թե ճշմարտության։ Չէ, ուրեմն, սիրելիներս, էլի, ինքը այսպես է, որ Աստծո կարծիքը ինքը մի հատ է։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես տարանջատել։ Չէ, մենք ձեզ հետ քննարկեցինք 3 գաղափար։ Մենք ասեցինք, կան սուրբ գրվածքներ, որոնք իրենք բացարձակապես հորինված են մարդու կողմից։ Կան սուրբ գրվածքներ, որոնք իրենք արտահայտում են ճշմարտությունը, իսկ դա միշտ նշանակում է, որ արտագրված են իրական սուրբ գրվածքից, հա, բայց կիսատ են, այսինքն լրիվ չի ասված։ Եվ կան սուրբ գրվածքներ, որոնք իրենք ներկայացված են Աստծո կողմից։ Հիմա, եթե դա հոգևոր գրվածք է, եթե դա իրոք Աստծո կողմից տրված է, ինքը իր մեջ պիտի պարունակի շատ կոնկրետ քանակի ուրեմն բաներ, թեմաներ։ Ինչ է ասում հոգևորը։ Հոգևորը ասում է, կա նյութական աշխարհ, կա հոգևոր աշխարհ։ Նյութական աշխարհը ինքը ժամանակավոր կացարանն է կենդանիակի, հոգևոր աշխարհը հավերժ։ Այնտեղ ապրում է Աստված եւ բաքուր հոգիները։ Այստեղ ապրում են, դու եթե մի խոսքով ասենք, մեղավորները։ Սա է, չէ՞ ընդհանուր առմամբ գաղափարը։ Ուրեմն, իրական հոգևոր գիտելիքը ինքը պետք է իր մեջ պարունակի։ 100 անգամ այս թեման քննարկել ենք, հիմա ուղղակի թեման
պահանջում է, որ ես մի անգամ եւս կրկնեմ։ Ինքը պետք է իր մեջ պարունակի առաջին հերթին նյութական աշխարհի արարման ֆիզիկական եւ հոգեբանական ուրեմն պատճառները, process-ները ընդհանրապես։ Այսինքն ինքը պետք է իր մեջ պարունակի գիտելիք նյութական աշխարհի մասին, հա, թե ինչպես է արարվում նյութական աշխարհը, ինչի համար է եւ հոգեբանական գիտելիք, ինչի համար է արարվում այս աշխարհը եւ այս աշխարհում կենթանի ապրող կենթանիակները ինչ հոգեբանություն ունեն։ Պետք է քննարկվի ուրեմն հոգևոր աշխարհը, պետք է քննարկվի հոգին եւ նրա բնությունը, նրա հոգեբանությունը, պետք է քննարկվի Աստված եւ նրա բնությունը եւ հոգեբանությունը, պետք է քննարկվի կենթանիակների եւ Աստծո հարաբերությունները, այսինքն թե ինչպիսին է կյանքը հոգևոր աշխարհում, հա, եւ այդ ամեն ինչը նյութական աշխարհ, հոգևոր աշխարհ, հոգիներ եւ Աստված ինչպես է իրար մեջ շահկապված։ Այսինքն ինչի համար գոյություն ունի նյութական աշխարհը, ինչի համար գոյություն ունի հոգևոր աշխարհը եւ այլն եւ այլն։ Եվ ինչքան կատարյալ է այդ գիտելիքը, չէ, իսկ ասենք այդ թեմաները, եթե մենք գիտենք, թե հոգևոր կյանքը, հոգևոր գիտելիքը ինքը ինչ թեմաներ պիտի քննարկի, չէ՞։ Տեսնել, որ տեսության մեջ կան այդ թեմաները, թե չկան, սա ախր էսպես էլի, այստեղ են ասում, էլի պիտի կոպիտ ասեմ, հո քորի լոտո չի, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, բայց տեսեք մարդիկ իրենք համառորեն շարունակում են ընտրել մոլորվածությունը։ Ինչու՞։ Որովհետև շահով են կապված։ Շահով եւ սովորությամբ։ Հասկանում եք, ի՞նչն է կենթանիայի համար, հոգեբանական տեսանկյունից ամենադժվար բաներից մեկը։ Ամենադժվար բաներից մեկը նա է, որ կենթանիակը ինքը ընդունի, որ ինքը սխալվել է։ Հասկանում եք։ Կամ ասենք, պարզ է, չէ, որ եթե մենք վերցնում ենք, ասենք, աշխարհում մեծ տարածում գտած հոգևոր շարժումները, մենք հասկանում ենք, չէ, թե դա ինչ ռեսուրսի մասին է խոսքը։ Չէ, հիմա հենց այս պահին, հատկապես մենք հայերովս շատ լավ մեր մաշկի վրա զգում ենք, չէ, այդ ամեն ինչի լրջությունն ու դաժանությունը, չէ, տեսեք հիմա ասենք, ինչի մասին են խոսում ադրբեջանցիները, չէ, ընդհանրապես մուսուլմանները հիմա ինչի մասին են խոսում, նրանք երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, չէ, եւ իրանք հիմա ինչի մասին են խոսում, որ մենք միակ սեպն ենք, որը խանգարում է իրանց, որ իրանք միավորվեն։ Իրանց այդ միավորումը ինչի համար է պետք։ Դուք հասկանում եք, իրանք ինչ քանակություն ունեն քրիստոնյա, այսպես կոչված քրիստոնյաների համեմատ, հա? Թե ինչ քանակությամբ մարդ է ընդհանրապես այս աշխարհում այս պահին մուսուլման։ Եվ եթե այդ ուժը միավորվի, դա ինչ գործոն է դառնալու։ Պարզ է, չէ, որ մենք մտածում ենք արդարություն։ Ինչ արդարություն է, այդտեղ ոչ մեկին արդարությունը չի հետաքրքրում։ Մենք գործ ունենք ահռելի մի ուժի հետ։ Չէ՞։ Եվ արդեն երևում է, չէ, ում են ընտրել Էլդողանին որպես փոխարինող։ Եվ ես դրա համար էլ իրենց պետք էր այն հաղթանակը, որ իրանք տարան 22 թվին, ինչի համար, որ այդ ազնվորությունը ինքը երևա, այսպես էլ է այն իսկական առաջնորդ, որը կարող է վերականգնել, որը, այսպես ասեմ, համապատասխան դաժանություն ունի, որ այնպիսի քայլեր անի, ոչ թե Էլդողանի նման 40 տարի սպասի, թե իրան երբ կընդունեն Եվրոսայուզ, օրինակ, հասկանում եք, այլ համապատասխան դաժանությունը ունի, որ մի գիշերում գա բոլորին մորթի ու ասի վերջ, այդ հարցը փակվեց։ Եվ մենք այլևս թուրանն ենք։ Ու պիտի այ աշխարհ պիտի հաշվի նստեք մեր հետ։
հա պետություններ ենք, որոնցից 3-ի մեջ նավթ կա։ Վերջացավ խոսակցությունը։ Հասկանում եք, չէ՞։ Այգու մենք պետք է հասկանանք, չէ՞, որ երբ որ այսպիսի բաների մասին է խոսքը, ով թույլ կտա, որ ինչ-որ մեկը ընդհանրապես հետաքրքրվի ճշմարտությամբ։ Հենց ինչ-որ մեկը ճշմարտության հանդեպ մի հատ խոսք է ասում, իրան պրոստը տանում են կորցնում։ Կամ էլ գցում են այնպիսի մի հատ իզոլյացիայի մեջ, որ այդ մարդուն 4.5 մարդ է լսում ընդհանուր առմամբ եւ վերջ։ Որովհետեւ մարդը ինքը դառնում է պոպուլար թե ոչ, դա միշտ կախված է նրանից ինքը ինչ-որ մեկի պրոյեկտն է թե ոչ, այսինքն ֆինանսավորվում է թե ոչ, կամ հովանավորվում է նրա գաղափարախոսությունը թե ոչ։ Հասկանում եք։ Բայց միևնույն է, չէ՞, ասենք մարդը եթե ինքը ունի բանականություն, մենք հիմա այն դրա մասին ենք խոսում, էլի, որ այստեղ շատ կարևոր էտապ է, երբ որ կենդանիակը իր գիտելիքը, իր ընկալման, իր գնահատման մեթոդն է կապում Գերագույն Աստծո անձնավորության կարծիքի հետ։ Հասկանում եք։ Եվ սա նշանակում է նվիրված ծառայություն Աստծուն բանականության մակարդակի։ Հաջորդ էտապը դհյանա յոգան է, այսինքն մեդիտացիան։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի վրա է կենտրոնացած կենդանի էակը։ Դե այսինքն տեսեք, այսինքն այրացիներ իրենք ասում են, որպեսզի դու հետ հավաքես քո նյութական գոյությունը, չէ՞, դու պիտի սկսես նրանից, որ գործողություններդ պիտի անես որպես ծառայություն Աստծուն։ Հետո պիտի գնահատես աշխարհը, ըստ Աստծո տեսանկյունի, եւ դա դվիրված ծառայություն է Աստծուն բանականության մակարդակի վրա։ Հիմա եւ հաջորդն է գալի։ Դու պիտի կենտրոնացած լինես Աստծո վրա։ Հա, իսկ պիտի չէ, էլի, ես պիտի խոսք ահավոր չեմ սիրում, բայց հիմա պիտի ասեմ պիտի։ Այսինքն արդյունքը պիտի լինի նա, որ դու կենտրոնացած ես Աստծո վրա։ Սա հաջորդ նվիրված ծառայությունն է մատուցված Աստծուն։ Այսինքն կենդանիակը ծառայեցնում է իր միտքը Աստծուն, որտեղ կենտրոնացումը դա մտքի ֆունկցիան է։ Հասկանում եք, այլ ուշադրությունը էլի, ինչի վրա եմ ես ուղում իմ զգայարանները, որպեսզի գալեմ ինչ-որ մի բան։ Չէ՞։ Այ կենտրոնացումը հիմա պիտի ծառայեցնես Աստծուն։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ դու պիտի սովորես, չէ, ցանկացած ցանկություն, որը կձևավորեիր, մի հատ այսպես անցկացնես կոպիտ ասած, այսպես էլի Աստծո գաղափարի միջով։ Ինչքանով է իմ ցանկացած կենտրոնացում, ցանկացած ցանկություն, ցանկացած ընտրություն, որ ես ընտրում եմ ինչ-որ մի օբյեկտի հետ կոնտակտի մեջ մտնեմ, չէ, ինչքանով է դա էլի ներդաշնակ Գերագույն Աստծո անձնավորության մտածելակերպի, դրա բնության հետ։ Եվ ամենավերջի ծառայությունը, որը կենդանիակը ինքը մատուցում է Աստծուն, իր սեփական անձը, որ ծառայեցնի Աստծուն, դա իր սիրո պոտենցիան է։ Հա, այսինքն գործողությունների մակարդակի վրա ծառայում եմ Աստծուն, արժեքային համակարգի մակարդակի վրա ծառայում եմ Աստծուն նրանով, որ ընդունում եմ եւ գնահատում եմ այս աշխարհը միայն այն տեսանկյունից, ինչ տեսանկյունից, որ դա գնահատում է Գերագույն Աստծո անձնավորությունը, հա, կենտրոնացած եմ Աստծո վրա։ Սա նշանակում է, որ ինձ համար արդեն ավելի կարևոր են Աստծո ցանկությունները, քան թե իմը։ Ինչու համար։ Ոնց է գալիս այդ էտապին։ Այդ էտապին գալիս ես մի պարզ հասկացողության հաշվին, որ երբ որ ես եմ ինչ-որ մի բան ուզում, չէ, ես այնպես եմ ուզում, որ անպայման կարող եմ ինչ-որ մեկին վնաս տալ։ Իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի ինքը հզոր է։ Եվ երբ որ մենք ուզում ենք այն, ինչ որ ուզում է ինքը,
Մենք երբեք չենք սխալվում։ Ինչու, որովհետև իր ցանկությունները ուղղված են նրան, որ բոլորը լինեն երջանիկ։ Եվ որ մենք փորձում ենք կատարել իր ցանկությունները, մենք հաստատվում ենք բացարձակ ներդաշնակության մեջ, եւ այդտեղ է որ լուրջ դառնում եք պատրաստ հոգեոր աշխարհ վերադառնալ։ Չէ՞։ Եվ վերջի պոտենցիալ, սիրելու պոտենցիալ։ Երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մնում է միակ անձնավորությունը եւ նրան սիրող անձնավորությունները այսպես դառնում են կենթանիակի այ սիրո միակ օբյեկտները, հա, եւ այդպես կենթանիակը ինքը ծառայեցնում է Աստծուն իր սիրելու պոտենցիալ։ Հա, ուրեմն այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք կենթանիակի 4 կոմպոնենտների, այսինքն գործելու ֆիզիկական մարմնի, բանականության, մտքի եւ սիրո պոտենցիալի ծառայեցնելը գերագույն Աստծո անձնավորությանը։ Եվ այս 4-ն էլ հնարավոր չի ծառայեցնել Աստծուն, եթե կենթանիակը չունի հրաժարում, այսինքն անտարբերություն նյութական աշխարհի հանդեպ։ Հասկանում եք։ Եվ իհարկե, այս տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ իրականում երբ որ ազնվորությունը ինքը ռեալ հոգևոր աճ է ուզում ինքը իր համար, ինքը չպետք է պատերազմ սկսի կամ փորձի, չգիտեմ, աշխարհը փոխել, աշխարհը գնում է իր հունով։ Եվ աշխարհում կա այն ամենը, ինչի կարիքը որ մարդիկ ունեն, իրանք ինչ որ ուզում են, դա էլ հնարում են։ Երբ որ անձնավորությունը ինքը ուղակի իր սեփական ռեալ հոգևոր զարգացումն է ուզում, չէ՞, ինքը չի դառնում ինչ որ մի կրոնականության, ինչ որ մի կրոնական աղանդի մասնակից։ Առանց դա կապ չունի թե ինչ քանակությամբ մարդիկ են այդտեղ։ Պետական կողմից ընդունված են թե ընդունված չեն։ Արիացիները իրենք ասում են ցանկացած կրոն, որը ինքը կազմակերպված է, դա կրոնական աղանդ է։ Ինչու՞, որովհետև դա բան է, ասեք, հոգևոր կարիերայի ամենածիծաղալու գաղափարը, հոգևոր կարիերայի դաշտ է, հա, կարիերիստների դաշտ է եւ պարակտում է հոգևոր մարդկանց։ Ցանկացած կրոնականություն, որը պարակտում է հոգևոր մարդկանց, դա մարդու կողմից հորինված աղանդներ են։ Իրական կրոնականությունը ինքը միավորում է մարդկանց։ Այդ պատճառով, երբ որ արդեն կան, ասենք, աստվածակենտրոն դարաշրջանները, աստվածակենտրոն դարաշրջաններում բոլոր հոգևոր մարդիկ ապրում են մի կայսրության մեջ, ունեն մի կրոնականություն, որը իր մեջ պարունակում է երկրպագության, այսպես, ամբողջ բազմազանությունը, ինչպիսի բազմազանություն որ կա։ Բայց բոլորը հասկանում են, որ եւ բոլոր կիսաստվածները եւ բոլոր Աստծո մարմնավորումները դա վերջնականում նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորության ուրեմն արտահայտումներն են։ Եվ Աստված ինքը մի հատ է, եւ ճշմարտությունն է մի հատ, եւ կրոնն է մի հատ իրականում։ Հասկանում եք։ Եվ այս հասկացողությունը պետք չի դարձնել արտաքին պատերազմի հիմք։ Հիսուսն ասում էր. շորը քաշի գլուխդ, առանձնացի քո անկյունում եւ ուղակի զբաղվիր քո հոգու մաքրությամբ։ Խոսիր Աստծո հետ։ Հասկանում եք։ Եվ մենք հասկանում ենք, որ ինքը ինքը չի քարոզել քրիստոնեության աղանդ ստեղծելու գաղափարը։ Ինքը քարոզել է անհատի հոգևոր կյանքը, անկախ կառույցներից, որտեղ ինքը հենց կակրաս եկել էր կառույցների դեմ էր պայքար։ Հասկանում եք, սիրելիներս։
Ինչու համար եմ սա ասում, որովհետև այո, շատ կարևոր է, որպեսզի հոգևոր մարդը ինքը ունենա այդ իմաստությունը եւ հասկանա, որ հոգևոր աշխարհը, նյութական աշխարհը ինքը գնում է իր ճանապարհով։ Եվ նյութական աշխարհին պետք չի խանգարել։ Այդ խանգարելը միշտ նշանակում է գնալ ժամանակին դեմ։ Գիտակույն Աստծո անձնավորությունն է միշտ որոշում, թե ժամանակը ինչպես է գնում։ Ցավոք մենք այն կենդանի էակներն ենք, որոնք ինքներս մեզ բերել ենք աստվածամերժության դարաշրջան։ Եվ դա նշանակում է, որ իրական հոգևոր կյանքը ինքը ունի իր սպეციფիկան այս դարաշրջանում, որովհետև ինքը ամբողջ մթնոլորտը ինքը բարենպաստ չի ներքին հոգևոր կյանք ունենալու համար։ Ինքը բարենպաստ է միայն կրոնական ձևականության համար, այսինքն երբ արտաքին, այդ արտաքին կրոնականության համար, այսինքն երբ որ ընդունվում են ծիսակատարությունները, ընդունվում է որևիցե մի աղանդը իրականում եւ ասենք չի հետևում ընդհանրապես մաքրության սկզբունքներին։ Հասկանում եք, ես ասել եմ, ասում եմ ու ասելու եմ։ Աշխարհի ամենամեծ անհետեթությունը դա նա է, որ հոգևոր մարդիկ կարող են իրար հետ պատերազմել եւ իրար ոչնչացնել։ Սա անմիջապես նշանակում է, որ երկու կողմերում էլ ոչ մի, հասկանում եք, ոչ մի հոգևոր բան չկա։ Որովհետեւ հոգևոր կյանքը ինքը սկսվում է եղիր խոնար, եղիր հավեստ եւ բրդությունից ազատ։ Այս երեք գաղափարից։ Եվ ամեն ինչը, ինչ որ չի տեղավորվում այս երեք գաղափարի մեջ, այն սկզբնական էլի, այդ վխոտ, մուտքը, հասկանում եք, ուրիշ ծակից մուտք դեպի իրական հոգևորը գոյություն չունի։ Եղիր խոնար, եղիր համեստ եւ ազատ բրդությունից։ Հասկանում եք։ Մնացած ամեն ինչը նյութական աշխարհի խաղեր են։ Մեր ժամանակներում մնացած ամեն ինչը աստվածամերժերի խաղերն են։ Եվ այդ խաղերի մեջ պետք չի մասնակցել։ Ուղղակի պետք չի մասնակցել։ Պետք է լուր հանգիստ դուրս գալ ճշմարտության ճանապարհով եւ սեփական ներքին աշխարհի հետ աշխատել, որովհետեւ ամբողջ չի, որ հանդիպում են Աստծուն։ Հասկանում եք, ինչ կրոնականության մասնակից ուզում ենք մենք լինենք, կապ չունի ընդհանրապես քրիստոնյա, մուսուլման, բակտի յոգ, չգիտեմ ինչ, այդ բոլոր բաները իրանք ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Կենդանիակը վերջնականում պիտի ձեռք բերի իր սեփական որակավորումը եւ այդ հանդիպումը ինքը տեղի ունենում ես եւ Աստված վերջում հանդիպում ենք իրար, բայց որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա, կենդանիակը պիտի այսպես էլ է այդ սովորությունը ձեռք բերի ծառայել Աստծուն։ Մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք ընդամենը մի ասպեկտը ծառայության գաղափարի հետ կապված, մենք դեռ պետք է երկու թեմա էլ քննարկենք, որը կամ կանենք վաղը մի բանի ընթացքում, եթե չհասցրեցինք, ուրեմն այս շաբաթ կավարտենք այդ թեմայով, մի օր կքննարկենք 5 նվիրված ծառայությունները, մյուս օրը կքննարկենք 9 նվիրված ծառայությունները, որոնք կարելի է կատարել։ Այսօր մենք քննարկեցինք, թե ինչպես ծառայեցնել մեր մարմնի կոմպոնենտները, կոպիտ եւ նուրբ մարմնի կոմպոնենտները Գերագույն Աստծո ազնվորությանը։ Ես բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն իրական հոգևորով զբաղվելու, հաջողություններ եմ մաղթում։ Ճիշտ վարվեք ձեր հոգևոր կյանքի հետ եւ եղեք հաջողակ։